Սլամեդ բժշկական կենտրոնը, որը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժական համակարգ եւ իրականացրել երկրի առաջին ռոբոտային վիրահատությունները, հաջողությամբ շարունակում է ռոբոտային համակարգով միջամտություններ կատարել, ապահովելով արդյունավետ բուժում եւ արագ վերականգնում։ Հերթական հաջողված, սակայն բարդ վիրահատություններ։ Պացիենտը 1 տարի առաջ ենթարկվել էր բաց վիրահատության, հաստաղ ու աչքեսի քաղցկեղի պատճառով, ստացել քիմիոթերապևտիկ բուժում եւ գտնվել հսկողության տակ։ Սլամեդ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար վիրաբույժ Լևոն Գրիգորյանի խոսքով, հետագա հետազոտություններով արձանագրվել էր հիվանդության առաջընթաց, նոր գոյացությունների մեծացմամբ եւ դրանց տարածմամբ դեպի կոնքի պատ, միզածորան, ուղիղ եւ որովայնի առաջային հատված։ Բժիշկների եւ պացիենտի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվում վիրահատությունն իրականացնել ռոբոտային եղանակով, որպես առավել արդյունավետ եւ անվտանգ մոտեցում նման բարդ դեպքերում։ 24 թվականին վիրահատվել եմ, բաց վիրահատություն է կատարվել։ Այնուհետև ամեն ինչ նորմալ էր, քիմիոթերապիա, բայց տարուկես հետո նորից գլուխ է բարձրացնում խնդիրս, որոշումը, որ պետք է նորից վիրահատություն անցնեմ։ Այդ ընթացքում ես տեղեկանում եմ ռոբոտային վիրահատության մասին։ Առավոտը լույսը չբացված, ես արդեն կոնսուլտացիայի դոկտորի մոտ։ Ինքը նույնպես կողմ հանդիսացավ ռոբոտային տարբերակին, անհրաժեշտություն եղավ եւս մեկ անգամ հետազոտել եւ սկսեցինք միանգամից մուլտիդիսցիպլինար թիմ, որի մեջ ներառված են հիմնական թիրախ մասնագետները, դա վիրաբույժ, ուրոլոգ եւ գինեկոլոգ։ Պլանը քննարկվեց, գործողությունը սկսեցինք։ Դեպքը բավականին բարդ էր նաեւ նրանով, որ նախորդ կատարված բաց գործողության արդյունքում մենք ունեինք համընդհանուր կպումներ ողջ որովայնով։ Միլիմետր անջատելով իրականացրեցինք ռոբոտի օգնությամբ մետաստազների հեռացում աջ միզածորանի ներաճած հատվածի հետ միասին, աջ հավելումների հետ միասին եւ ձախ հավելումների, որովայնի առաջային պատի, կոնքի պատի, վիրահատությունը անցավ հաջող։ Բժշկի խոսքով ռոբոտային վիրաբուժության հիմնական առավելությունն այն է, որ միջամտությունները պացիենտների համար մինիմալ ինվազիվ են։ Ընդամենը մի քանի փոքր կտրվածք, որոնց միջոցով ռոբոտի ձեռքերի օգնությամբ վիրաբուժները կարողանում են իրականացնել նուրբ եւ ճշգրիտ գործողություններ 3D պատկերներով եւ միլիմետրի ճշգրտությամբ։ Բուժարուն արդեն իսկ հաջորդ օրը ոտքի էր, չնայած նա ուներ բավականին մեծ վախեր եւ բավականին զգուշությամբ էր փորձում այդ ամեն ինչը անել, բայց ի շնորհիվ այս մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաների, հենց ռոբոտային տեխնոլոգիայի բավականին արագ մեր բուժարուն ապաքինվեց եւ այսօր նա արդեն դուրս գրված է։ Հետվիրահատական փուլը շատ թեթև անցավ, քանի որ նախկինում ես ունեի մեծ վիրահատություն, բաց վիրահատությունն էին կատարելի, բայց չես համեմատի ռոբոտային վիրահատության հետ։ Վիրահատության հենց հաջորդ օրը Լևոն Նիկիտիչ կարգադրությամբ ես ոտքի կանգնեցի, քայլել, ջուր խմել, 4-րդ օրը դուրս գրվեցի։ Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է բազմաթիվ ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, օնկոլոգիա, բարիատրիկ վիրաբուժություն, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա եւ այլն։ Վիրահատությունը կատարում է վիրաբույժը, այսինքն բժիշկն է կառավարում ռոբոտի գործողությունները։ Ռոբոտի օգնությամբ իրականացվող վիրահատությունների ժամանակ վիրաբույժը ունի 4 ձեռք։ Նա է աշխատանքային 3 ձեռքերը ղեկավարում, ինչը բնականաբար շատ ավելի արդյունավետ է դարձնում եւ մյուս կողմից նաեւ շատ ավելի անվտանգ է դարձնում վիրահատությունը։ Առողջապահության ոլորտում նոր քայլ, նոր մուտք է ռոբոտային վիրաբուժությունը։ Ես խորհուրդ կտամ, եթե կարիք ունենան, իհարկե ընտրեն ռոբոտային վիրաբուժությունը, քանի որ սա ավելի ճշգրիտ, ավելի հեշտ վերականգնողական վիրահատություն է։ Մենք առաջինն ենք նաև, ով որ ներդրեց ռոբոտային թիմ հասկացողությունը եւ գաղափարը։ Մենք այսօր ունենք վերապատրաստված թիմ՝ վիրաբույժ, ուրոլոգ, գինեկոլոգ։ Մենք ունենք կրտսեր բուժանձնակազմ վերապատրաստված, դրանք բուժքույրերն են, ովքեր հնարավորություն են տալիս այդ եւ գործիքային ապահովման եւ նաեւ իհարկե օգնական բժիշկների վերապատրաստումներ։ Սլամեդ բժշկական կենտրոնը 24/7 ռեժիմով կարող է ապահովել նաեւ ռոբոտային վիրաբուժություն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք հպարտ ենք սրանով, մենք ուրախ ենք եւ ուրախ ենք նաեւ մեր երկրի, մեր բուժարուների համար, որովհետեւ կարողանում ենք ապահովել այն բոլոր ողջ ծավալը, որը որ այսօր հասանելի է Սլամեդ բժշկական կենտրոնում։ Սլամեդը շարունակում է մնալ առողջապահության ոլորտի առաջատար բժշկական կենտրոններից մեկը, վերահաստատելով, որ առաջնահերթությունը միշտ մնում է պացիենտների առողջությունը, անվտանգությունն ու կյանքի որակի բարելավումը։